Երեկվա կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի որոշումն ու հաջողված զարգացումները ակտիվ քննարկվում են նաև խորհրդարանի միջանցքներում։ Իշխող ուժի ներկայացուցիչները ընդդիմության հատվածից հնչող մեղադրանքները ոչ միայն չեն ընդունում, այլ նաև բացարձակ անհիմն են համարում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ունեցած շփազրույցում իր հերթին մեղադրեց ընդդիմադիրներին ընտրակաշառք բաժանելու մեջ եւ հայտարարեց, որ պատժվելու են։ Հենց ասենց պետք է իրանք պարտվեին ընտրությունները, ընտրակաշառք բաժանելով պետք է պարտվեին, որ բերանները նույնիսկ լեզու չմնար։ Ու հիմա բերանները լեզու չի մնացել։ Եվ այո, նրանք պատժվելու են։ Այո, պատժվելու են համակարգային եւ Հայաստանի Հանրապետությունից ընտրակաշառք բաժանողների տեսակը վերանալու է։ Թեմային անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, նշելով, որ ընտրական ամբողջ պրոցեսի արդյունքում չի տեսել քաղաքական որևէ ուժի կողմից որևէ ներկայացրած արձանագրում, որը կլինի փաստահենք եւ իրավաչափ։ Մեր ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր քաղաքական ուժերին, բոլոր հնարավոր գործիքակազմերը հետևելու այդ ամբողջ գործընթացին եւ հավաստիանալու, որ ընտրական process-ները պատշաճ են կազմակերպված, ընդ որում ընտրատեղամասերում ունենալու վստահված անձինք, ընտրատեղամասում կան նաեւ դիտորդներ, ընտրատեղամասերում տեսահասկման համակարգով հեռարձակումներ գոյություն ունեն, որոնց եւս հսկում են տարբեր ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն էլ նշեց, որ որքանով տեղեկացել է իրավաբան ընկերներից, ըստ կարգի չեղյալ համարելուց հետո պետք է լինի վերաքվեարկություն։ Վերաքվեարկությունից հետո այդ ժամանակ կիմանանք ում ձայներն են պակասել, ում ձայներն ավելացել։ Այսինքն կլինի վերաքվեարկություն։ Եթե չեղարկվել են բողոքի հիման վրա, ես նաև տեղյակ եմ, որ շատ տեղերում, երբ որ բողոքարկվել են, որպեսզի ընտրատեղամասերում վերահաշվարկ լինի, քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեները բավականին ավելացել են։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իրավիճակը բնութագրում է որպես նախընտրական և հետընտրական շրջանի վայրիվերումներ։ Ըստ նրա, այդ զարգացումները հեռանկար չունեն, քանի որ ժողովուրդն իր ընտրությունն արել է։ Մեր քաղաքացիները հունիսի 7-ին գնացին ընտրության եւ ընտրեցին ինքնիշխան ազատ Հայաստանը եւ ես շատ ուրախ եմ այդ ընտրությամբ, որտեղ այդ ընտրությունը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք եւ խաղաղության օրակարգը այլ ընտրանք չունի։ Լավ կլինի, եթե մարդիկ զբաղվեն իրենց գործով, զբաղվեն իրական խնդիրների կարգավորումներով, ոչ թե դաշտը հերթական անգամ պղտորել փորձելով, որը վստահ եմ չի ստացվելու։ Լուիզա Սարգսյան, Դեմո Խաչատրյան, Հորիզոն։